Հայրենիքի կանչը նման է մորձայնի, այն երբեք չի խլանում կյանքի քաոսային աղմուկում։ Հենց այդ կանչն է հոսում հայրենիքից հեռու, բայց հայրենիքը սրտում կրող հայի երակներով։ Հենց այդ կանչով են նրանք գալիս Հայաստան, որպես իրենց ինքնությունը պահպանող ուխտատեղի։ Հենց այդ կանչով է ամեն անգամ Մայր Հայաստան գալիս նաև ֆրանսիահայ գործարար, բարերար Ալեն Բոյաջյանը, ում գերդաստանին բաժին է հասել ցեղասպանության արհավիրքը զգալու սարսափն ու վերապրելու, վերընձյուղվելու բարեբախտությունը։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր Prestige Media ընկերության եթերում պատիվ ունենք հյուրընկալել Cap Invest ընկերության հիմնադիր, ֆրանսահայ գործարար, բարերար պարոն Ալեն Բոյաջյանին։ Բարև ձեզ պարոն Բոյաջյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք շատ մեր հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Մեկ դար առաջ հայոց ցեղասպանության ցավալի էջերում 100 հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենի հողերը։ Այդ ողբերգական օրերի փրկվածներից շատերը ապաստան գտան օտար ափերում, սկսելով նոր կյանք, խորունկ վերքերը սրտներում։ Պարոն Բոյաջյանի մեծ մայրը եղել է այդ փրկվածների թվում, գտնվելով առաջին նավի վրա, որը Մարսել է հասել փրկելով կյանքի բեկորները։ Այսօր մեկ դար անց մենք խոսում ենք պարոն Բոյաջյանի հետ, մարդու, որի կյանքի պատմությունը ու գործունեությունը շարունակություն են հայ ժողովրդի տոկունության, պայքարի եւ նորոգ ոգու։ Հարգելի պարոն Բոյաջյան, ես գիտեմ, որ ձեր մեծ մայրը Տիկին Աղավնին այն առաջին նավի մեջ է եղել, որը առաջինն է հասել Մարսել։ Ուզում եմ մեր զրույցը սկսենք հենց սկզբից։ Monsieur Boyadjian, je sais que votre grand-mère, Madame Aravni, était l'une des premières dans le bateau qui a donc abouti à Marseille. Je voudrais commencer donc notre discussion en parlant d'elle. Dis-lui qu'avant de répondre à cette question, je voudrais dire deux choses. Premièrement, je tiens à remercier le Paris Hotel et en particulier Naira, qui est la directrice de communication, de nous avoir mis à disposition le salon du 12e étage. Առաջնային ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Paris Hotel-ին ու մանավանդ Նաիրային, ով որ կոմունիկացիայի պատասխանատուն է ու մեր օգտագործման տակ է դրել 12-րդ հարկի սրահը։ Ensuite, je voudrais remercier Louisa Gragati, qui est une artiste peintre arménienne qui vit en France et qui m'a recommandé d'accepter l'interview de Seda. Donc merci à Louisa Gragati. Նաև Լուիզա Գրագացին, ով որ նկարչուհի է, արտիստ է Ֆրանսիայում ու ով ինձ համոզել է, որ Սեդայի առաջարկությունը այս ինտերվյուն իրականացնելու համաձայն եմ։ Et enfin, je voudrais remercier aussi Lilita Devosian qui m'a toujours soutenu. Ու վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լիլիթա Դևոսյանին, ով միշտ ինձ օժանդակել է։ Շնորհակալություն։ Ձեր մեծ մոր պատմությունը ցեղասպանության տարիներին շատ խորհրդանշական է։ Կարող եք կիսվել մեզ հետ այդ հիշողություններով, ինչպես է նա փրկվել եւ հասել Մարսել։ Est-ce que vous pouvez partager avec nous vos mémoires et l'histoire de votre grand-mère, comment elle a été sauvée et comment elle a abouti à Marseille, parce que son histoire reste très symbolique pour nous. D'abord, մեկ բան մսեմ այերեն, եւ որ այերեն խոսիմն է, շատ վատ խոսքով խոսիմ, ես էլ չեմ հասկանալ ինչ կսեմ այերեն, ասոր համար ֆրանսերեն պիտի խոսիմ, եւ Քրիստինը պիտի թարգմանե մակուր։ Այո, սիրով։ Seda est bien renseignée, elle est bien informée. Ma grand-mère est venue en 1919 ou en 1920.
Elle s'est échappée du génocide, ils étaient à Sivas, Sivas-Tieïn. Elle est arrivée en France comme orpheline, dans un orphelinat. Et elle a ensuite fondé une famille et elle a travaillé pour nous transmettre, à nous les petits-enfants, ce qu'était le génocide, parce que mon père et ma mère, ils ne parlaient pas du génocide, c'est ma grand-mère qui parlait. Այո, Սեդան շատ լավ ուսումնասիրել է այդ պատմությունը։ Մեծ մայրիկս եկել է 19-20 թվականներին Ֆրանսիա ու նա Սիվասցի է, փախել է ցեղասպանությունից ու հասել է որպես որբ, Ֆրանսիա հասել է որպես որբանոցի, այնտեղ հիմնել է ընտանիք ու նրա դերը եղել է նրանում, որ նա է մեզ փոխանցել։ Իմ հայրն ու մայրս չեն խոսել ցեղասպանության մասին, տատիկս է փոխանցել այդ խոսքերը նա է փոխանցել ցեղասպանության գաղափարը իր թորներին։ Ինչ հիշողություններ ունեք, որոնցով կարող եք կիսվել, որոնք ձեզ հասել են ձեր տատիկից։ Quelle mémoire vous pouvez partager avec nous qui vous sont été transmises par votre grand-mère? Ma grand-mère était une femme simple qui travaillait pour élever ses 4 enfants. Elle m'a transmis. Elle travaillait pour? Elle était femme de ménage, petit travail, pour élever ses 4 enfants, dont ma mère. Et ma grand-mère, elle m'a transmis une volonté de puissance, c'est-à-dire qu'elle avait un caractère et elle était déterminée. Et ça, elle me l'a transmis et ça m'a aidé toute ma vie pour faire le chemin que j'ai fait. Տատիկը շատ պարզ կին էր, ինքը տնային տնտեսուհի էր ու աշխատում էր, որպեսզի պահեր իր 4 երեխաներին, որոնցից մեկն էլ իմ մայրն էր, ու նա միշտ եղել է ուժեղ կամքի տեր կին ու հենց դա է փոխանցվել ինձ ու ինձ ստիպել, որ ապրեմ այդ բնավորության գիծն է փոխանցվել ինձ ու ինձ ստիպել, որ ապրեմ ու կառուցեմ կյանքս այնպես, ինչպես որ արեցի։ Պարոն Բոյաջյան, ձեր ընտանիքի այդ պատմությունը ինչպիսի ազդեցություն է ունեցել ձեր անձի ձևավորման ու աշխարհայացքի վրա։ Comment cette histoire de votre famille a influencé votre éducation et votre vue du monde entier? Quand j'avais 6 ans, ma grand-mère me prenait sur ses genoux et me racontait les horreurs du génocide. Elle avait une sœur qui était enceinte de 7 mois. Et 2 soldats turcs ont pris un pari sur le sexe de l'enfant, lui ont ouvert le ventre et sont allés boire une bière pour celui qui avait gagné. Երբ 6 տարեկան էի, տատիկս ինձ վերցում էր իր ծնկների վրա ու պատմում էր ինձ ցեղասպանության պատմություններ, պատմում էր, թե իր քույրը երբեղի էր 6 ամսական երեխայով, թուրք զինվորները գրազ են գալիս երեխայի սեռի վրա եւ բացում են իր քրոջ փորը ու հետո գնում են գարեջուր խմելու այն մարդու համար, ով որ հաղթել է գրազը։ Quand vous êtes issu d'une famille pauvre, très pauvre, mon père a travaillé, il avait 4 enfants, sa femme, sa belle-mère, et on était très très pauvres en argent et on était très très riches en amour. Ils ont su nous transmettre cet amour de l'arménité et cet amour de la combativité. On doit se battre tout le temps, tout le temps, tout le temps. Երբ դու դուրս ես գալիս սերում ես աղքատ ընտանիքից, իմ հայրը օրինակ ով ուներ 4 երեխա, ապրում էր 4 երեխայի հետ, իր կնոջ եւ կնոջ մոր հետ, մենք աղքատ էինք ընտանիքով, բայց աղքատ էինք գումարով, բայց շատ հարուստ էինք այն առումով, որ մենք ունեինք շատ մեծ սեր ընտանիքում դեպի հայ լինելը եւ շատ մեծ զգացողություն դեպի պայքարել։ Ցեղասպանության այս 110 տարելիցի օրերին ինչպիսի զգացմունքներ են ուղեկցում ձեզ։ Donc pendant cette semaine-ci, donc c'est la commémoration du génocide, le 110e anniversaire. Quels sont les sentiments qui vous poursuivent et quels sont vos regards, vos pensées? Որպես ցեղասպանություն վերապրածի ժառանգ։ Comme quelqu'un qui est issu de la même famille,
qui a survécu le génocide. Depuis le 14 décembre 1988, c'est-à-dire une semaine après le tremblement de terre, je viens tous les ans en Arménie le 24 avril. Ça fait 37 fois que je viens le 24 avril pour respecter et honorer ma grand-mère, mon grand-père, mes ancêtres, et pour ne pas oublier ce que les Turcs ils nous ont fait, jusqu'à ce que je meure, jamais j'oublierai que les Turcs ils nous ont fait ça. 1988 թվականից սկսած արդեն 37 տարի կլինի, որ ես ամեն տարի ապրիլի 24-ի համար գալիս եմ, այցելում եմ Հայաստան, որպեսզի հարգեմ, որպեսզի պատիվ տամ իմ նախնիների պատիվը եւ որպեսզի չմոռանամ, թե ինչ են թուրքերը արել մեզ հետ, մինչ մահս ես չեմ մոռանալու դա։ Պարոն Բոյաջյան, կուզենամ խոսենք ձեր մանկությունից, ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք, դուք դժվար մանկություն եք ունեցել եւ այդ հոգեվոր ազգային արժեքները, որոնք ձեզ փոխանցվել է հենց ձեր տատիկից, որոնք դուք այսօր փոխանցում եք նաեւ ձեր զավակներին եւ թոռներին, ինչպես են ձևավորել ձեզ որպես անձ ու որպես անհատականություն մանկությունից մինչեւ մեր օրերը։ Je voudrais plutôt maintenant parler de votre enfance. Comme vous avez mentionné, vous avez vécu une enfance un peu dure. Et comment est-ce que les sentiments nationaux, les sentiments qui ont été transmis depuis votre grand-mère et que vous transmettez maintenant à vos enfants, à vos petits-enfants, quel est votre regard envers ça? D'abord, ce que j'ai reçu, c'est comme je vous l'ai dit, c'est beaucoup d'amour que j'ai reçu. Et c'est aussi grâce à ma grand-mère que j'ai connu les détails du génocide. Mon père et ma mère n'en parlaient jamais, ils voulaient qu'on s'intègre dans la société française. Cette abomination, cette horreur m'a servi d'énergie, de moteur. C'est-à-dire que la haine que j'avais contre les Turcs, ça m'a permis de sortir de ma condition, ça m'a permis de me battre, comme je vous le disais tout à l'heure. Առաջինը կուզեի ասել, որ ես մանկության ընթացքում շատ մեծ սեր եմ ստացել իմ ընտանիքի կողմից ու իմ տատիկի շնորհիվ է, որ ես իմացել եմ ցեղասպանության մասին այդ ամբողջ պատմությունները, որովհետև իմ ծնողները ինձ չէին պատմում դրա մասին, իրենք ցանկանում էին, որ ես ինտեգրվեմ ֆրանսիական հասարակության մեջ, բայց հենց այդ զգացողություններն ու պատմություններն են ինձ ստիպել, որ ես հիմա պայքար մղեմ անարդարությունների դեմ։ Դուք նշեցիք, որ ընտանիքում 4 զավակ եք։ Դժվար էր ապրել մեծ ընտանիքում, կրթվել, այնուհետև մասնագիտական կրթություն ստանալ, ինչպես է անցել ձեր այդ երիտասարդության ու պատանեկության տարիները։ Donc vous avez mentionné que vous étiez 4 enfants dans la famille. Comment c'était de vivre, d'être éduqué dans cette famille? Comment se sont passées vos années d'adolescence, de jeunesse dans votre famille? On était 4 enfants, 3 frères et une sœur. J'étais un très mauvais élève, j'ai pas fait beaucoup d'études. J'ai fait bac moins 4. Moins, pas plus. Donc j'ai commencé à travailler très jeune, à 17 ans, j'ai commencé à travailler comme ouvrier. Mon père était ouvrier, moi j'étais ouvrier. À l'époque, ce que ton père faisait, tu le faisais. Ու սկսել եմ աշխատել շատ երիտասարդ տարիքում, 17 տարեկանում, որպես գործարանում աշխատող։ Իմ հայրն էլ էր գործարանում աշխատող, ես էլ, ու այդ ժամանակ այդպես էր, հայրդ ինչ անում էր, դու էլ էիր դա անում։ Mais on avait beaucoup souffert de la pauvreté de notre famille, avec un seul salaire de mon père, ma mère qui ne travaillait pas, les enfants, la belle-mère, etc. Et moi, je ne voulais pas rester pauvre. J'avais une obsession, il fallait que je devienne riche. Մենք շատ ենք տանջվում այն փաստից, որ մենք աղքատ էինք, միակ մեր աշխատավարձ ստացող մարդը ընտանիքում հայրս էր, մնացածը մայրս չէր աշխատում, տատիկս չէր աշխատում ու ես իրոք ունեցա ցանկություն իմ մեջ, որ դառնամ հարուստ։ Իսկ ինչպես անցավ ձեր ճանապարհը, հա, 17 տարեկանում ընդունվեցիք աշխատանքի, հետո ինչպես դարձաք Կապ Ինվեստ ընկերության De 17 ans à 18 ans, un an, j'étais ouvrier électricien comme mon père. Après, j'ai demandé à mon père l'autorisation de changer de métier parce que je ne gagnais pas beaucoup d'argent.
17-ից 18 տարեկանում ես ինչպես հայրս գործարանում էի աշխատում եւ էլեկտրիկ էի աշխատում, այնուհետեւ խնդրեցի հորս փոխել մասնագիտությունս, որովհետեւ բավականաչափ գումար չէի աշխատում։ Mon père a accepté parce que s'il avait refusé, je serais toujours électricien. Et j'ai commencé à faire de la vente, du commerce, à tout petit niveau. Հայրս համաձայնվեց, որովհետև եթե չհամաձայնվեր, մինչև հիմա կլինեի էլեկտրիկ, ու սկսեցի զբաղվել փոքր վաճառքներով։ Et progressivement, à l'âge de 25 ans, je suis passé de salarié à cadre supérieur, ce qui est un beau parcours pour quelqu'un qui est autodidacte. Ու 25 տարեկանում էր, որ ես վաճառականից ստացա ավելի բարձր post, որը շատ հետաքրքիր կարևոր անցում էր մեկի համար, ով որ մենակով էր սովորել իր մասնագիտությունը։ Et je me suis intéressé à la finance, c'est-à-dire que je suis rentré dans une société où j'étais conseiller financier et ceux qui investissaient le plus d'argent, c'était les promoteurs immobiliers. Սկսեցի հետաքրքրվել ֆինանսի դաշտով ու մտա մի ընկերություն որպես ֆինանսների խորհրդատու։ Հետաքրքիրն այն էր, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատն էին ինվեստիցիաներ անում, անշարժ գույքի գործակալներն էին։ Alors j'ai dit, au lieu de placer l'argent des promoteurs, ben, je vais être promoteur. Ու ինքս ինձ ասեցի, վաճառքով զբաղվելու տեղը ես ինքս կդառնամ ներդրում անող։ Et à 30 ans, j'ai monté ma société de promotion immobilière. J'étais marié, j'avais 2 enfants. Ma femme s'appelait Marie-Jeanne Ampartsoumian, à Egagan, bien sûr. Guinness à Egagan, Ampartsoumian à Marie-Jeanne. Et à l'époque, en cadre supérieur, j'ai gagné 10 000 euros par mois. Quand j'ai monté ma société, ma femme, elle a appelé mon père. Elle a dit, Khentesaf, il démissionne d'une société à 10 000 pour monter, il ne sait pas où il va aller. Ու 30 տարեկանում ես արդեն շատ գեղեցիկ աշխատանքային անցում կատարեցի ու ինքս ներդրող էի 10,000 եվրո աշխատավարձով ու ինձ իհարկե հայ զանգեց հորս ու ասեց գժվել է արդեն, որովհետև ուզում է դուրս գալ մի տեղից, որտեղ այդքան լավ աշխատավարձ է ստանում։ Babas եկավ, ասավ դրաս, ինչ կա, 10,000 ամիս գվերցնես, ինչ պետք ունես։ Mon père, il venait, il était étonné, quoi, tu vois. Ma femme, elle était étonnée, mon père, il était étonné. Mais j'ai dit, là, aujourd'hui, j'ai gagné 10 000. Dans les 5 ans, j'ai gagné 50 000 par mois. Et je l'ai fait. Ու բոլորը զարմացած են, կինը զարմացած էր, հայրը զարմացած էր, 10,000 արդեն աշխատում ես, ինչ կարիք կա դուրս գալու, ու ես այդտեղ իրենց ասեցի, այս պահին աշխատում եմ 10,000, 5 տարուց կաշխատեմ 50,000, ասեցի ու արեցի։ Ովքեր են եղել այն մարդիկ, որոնք ճակատագրական դեր են ունեցել ձեր կյանքի ճանապարհին։ Qui étaient les gens qui avaient eu un rôle fatal dans votre parcours de vie? Les gens qui ont compté dans ma vie sont des femmes. Ma première femme, ma deuxième femme, Zerayan, Elodie. Et j'ai toujours été chanceux d'avoir autour de moi des femmes qui me conseillent, qui m'épaulent. Voilà. Կյանքումս շատ մեծ դեր ունեցող մարդիկ եղել են կանայք, իմ առաջին կինը ու երկրորդ կինը նույնպես Չեխայան Էլոդին ու միշտ ինձ բախտավոր եմ համարել, որովհետև այսպիսի ճիշտ խորհուրդներ տվող ու ինձ թևեր տվող կանայք են ինձ շրջապատել։ Je dois dire que à 14 ans, mon père m'a mis à la JAF, Jeunesse arménienne de France, pour que je reste dans le milieu arménien. À 20 ans, j'étais président d'un des secteurs de la JAF et j'ai toujours milité pour la cause arménienne. C'était pour moi une nécessité, une évidence. Պետք է նշեմ նաև, որ 14 տարեկանում հայրս ինձ մտցրեց մի ասոցիացիայի մեջ, որը կոչվում է Ֆրանսիայի հայ երիտասարդություն, ու 5 տարի անց ես արդեն մեկ սեկտորի նախագահ էի ներկայանում, ու դա կարևոր է ինձ համար ընդգծել, որ միշտ պայքարը ինձ համար շատ կարևոր է եղել հայկական հարցի համար։
Պարոն Բոյաջյան, նաև կուզեմ խոսենք գենետիկ ուժի մասին, հա, եւ այն արժե համակարգի, որը որ դուք կրում եք, որոնք ձեզ եկել են ձեր արյան կանչով, ձեր երակներով եւ ձեր գեներով։ Je voudrais aussi parler du puissant génétique et ce système de valeurs qui vous ont été transmis par le sang, par le fait d'être de votre nation. Quand j'étais petit, mon père et ma mère, ils ne parlaient pas en arménien à la maison. Pour qu'on parle en français. Par contre, ma grand-mère ne parlait qu'en arménien et moi je parlais couramment l'arménien. Ma grand-mère, elle m'a transmis ces valeurs de nos gènes. Tu sais ce que c'est les gènes? Երբ փոքր էի, ծնողներս չէին խոսում տանը հայերեն, որպեսզի մենք սովորենք ֆրանսերեն, բայց տատիկս խոսում էր միայն հայերեն ու ինքը իմ համար փոխանցել է այդ արժեհամակարգը ու գեները։ Ինչպես է ձևավորվել ձեր կապը Հայաստանի հետ եւ արդեն դուք նշեցիք 37 տարի, ամեն տարի դուք գալիս եք Հայաստան ապրիլին ցեղասպանության օրը ձեր հարգանքի տուրքը մատուցելու։ Կուզենամ խոսենք Ֆրանսիա-Հայաստան կապի մասին, որքանով է դա ամուր եւ բացի այցելություններից ուրիշ ինչ կապեր կամ գործընկերային հարաբերություններ կան ձևավորված Հայաստանի հետ։ Donc, vous avez dit déjà que vous visitez l'Arménie annuellement depuis 37 ans et je voudrais justement parler de votre lien avec l'Arménie, ce lien France-Arménie. Est-ce que, sauf les visites, il y a quelque chose d'autre aussi? Bien sûr. Mon père était communiste et il bénissait les Russes de nous avoir sauvés pour ce qui restait à sauver. Et donc j'ai grandi dans cette idée du marxisme, du partage, du respect, de l'humanisme. Ça, c'était les valeurs de mon père. Les valeurs de ma grand-mère, c'était tu te bats, tu ne recules pas, tu baisses pas la tête et tu y vas. Հայրս կոմունիստ էր ու ինքը օրհնում է ռուսներին ու այն գաղափարը, որ ռուսները եկել ու մեզ փրկել էին, այդպես ես մեծացել եմ մարքսիզմի գաղափարախոսության մեջ, պարտաժ, այսինքն կիսելու կարևորության գաղափարների մեջ, իսկ տատիկս ավելի շատ պայքարի գաղափարն է ինձ փոխանցել, մինչև վերջ պայքար։ Իսկ Հայաստանի հետ կապը միայն այցելություններ, թե նաև գործընկերային փոխհարաբերություններ։ Vas-y, traduis. Et donc les liens avec l'Arménie, c'est pas seulement les visites, non? Dans mes affaires, de l'âge de 30 ans jusqu'à maintenant, c'est-à-dire 66 ans, ça fait 36 ans que je fais de la promotion immobilière, promotion, construction, investissement immobilier en France et ça se passe très bien. 36 տարի արդեն, որ ես զբաղվում եմ անշարժ գույքի, շինարարության եւ ներդրման գործով եւ Ֆրանսիայում դա շատ լավ է աշխատում։ J'ai essayé de faire la même chose en Arménie. Փորձել եմ նույն բանը անել Հայաստանում։ Mais peut-être comme je ne comprends pas bien la langue ou peut-être que je ne suis pas trop adapté, c'était très difficile en Arménie. Et en Arménie, mon objectif, c'est de ne pas perdre de l'argent. En France, c'est d'en gagner. Փորձել եմ Հայաստանում նույնը անել ու չգիտեմ ինչու, գուցե լեզվի հետ ինչ-որ խնդիր կա, գուցե ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում, Հայաստան գալուց իմ նպատակը այն է, որ չկորցնեմ գումար, իսկ Ֆրանսիայում հակառակը, որ գումար վաստակեմ։ Եվ հաջողվել է Հայաստանում ծավալել բիզնես գործունեություն եւ այստեղ ինչ դժվարությունների եք հանդիպել։ Donc est-ce que vous avez arrivé à faire quelque chose à l'Arménie ou bien quelles sont les difficultés que vous avez rencontrées? J'ai fait quelques opérations en Arménie, les 3 immeubles à Dzogakuj, à Sevan là-bas. J'ai acheté un terrain à Aparan pour faire un stade de tir pour que les gens puissent aller s'entraîner et tirer. Je crois que j'ai perdu à peu près autant que ce que j'ai investi, quoi. Ես եկել եմ Հայաստան մի քանի ծրագրերով, այն 3 շենքը Ձորախբյուրում Սևանում, որը կառուցել եմ, եւ նաեւ Ապարանի հրաձգարան պատրաստել, որտեղ մարդիկ կարող են գնալ եւ պարապել հրաձգություն, բայց կարող եմ ասել, որ կորցրել եմ այնքան, ինչքան որ ներդրել եմ։ Բայց վստահ եմ դա ձեզ չի տխրեցրել։
որտեղ այդ ներդրումները դուք արել եք հայրենիքում։ Mais j'espère que cela ne vous a pas attristé parce que ces investissements que vous avez faits dans votre... Ça ne m'attriste pas parce que même si certains Arméniens ont profité du fait que j'avais des moyens et qu'ils ont profité de la situation, finalement l'argent il reste en Arménie. Չի տխրեցնում, որովհետև նույնիսկ եթե որոշ հայեր օգտվել են սիտուացիայից, ամեն դեպքում գումարը մնում է Հայաստանում։ Կհիշեք երբեք առաջին անգամ եկել Հայաստան եւ երբ որ ոտքը դրել եք հայկական հողին, ինչ զգացողություններ ու ինչ ապրումներ եք Je ունեցել։ suis venu le 14 décembre 1988, une semaine après le tremblement de terre. Et j'ai été bouleversé de voir Spitak anéanti. J'étais voilà. Առաջին անգամ դեկտեմբերի 14-ին եմ եկել 1988 թվականի ու սիրտս կտոր եղել տեսնելով Սպիտակը ոչնչացված։ Վստահ եմ նաև ներգրաված եք եղել Սպիտակի այդ ավերիչ երկրաշարժից հետո հումանիտար օգնություններին, ծրագրերին։ Ես իհարկե գիտեմ, որ դուք չեք սիրում խոսել բարեգործական ձեր գործունեության մասին, բայց փոքր-ինչ, ինչքանով որ կարելի է։ Je sais bien sûr que vous étiez immersé dans les fonds qui étaient pour le tremblement de terre de Spitak. Je sais bien sûr que vous n'aimez pas parler de votre bienfaisance, mais dans la mesure que vous pouvez. Là, sur ce point, je veux qu'on se mette bien d'accord. Je ne suis pas ici pour dire ce que j'ai fait dans telle structure, dans telle école. Ça ne m'intéresse pas. Ce qui m'intéresse, c'est qu'est-ce qu'on peut faire, qu'est-ce qu'on va faire, pas ce qu'on a fait. Այդ հարցով շատ կարևոր ուզում եմ նշել, ես այստեղ չեմ որպեսի խոսամ ինչ եմ արել ինչ-որ կառույցում, ինչ եմ արել ինչ-որ դպրոցի համար, այն ինչ ինձ հետաքրքրում է, այն է, որ ինչ կարող ենք անել, ոչ թե ինչ-որ արել ենք արդեն։ Բիզնեսում հաջողության հասնելով հանդերձ դուք մշտապես խոսում եք ձեր հայկական ինքնության մասին։ Ինչպես եք համադրում ազգային պատկանելիությունը եւ միջազգային գործունեությունը։ Donc en ayant du succès dans l'entrepreneuriat, vous n'avez jamais caché votre personnage arménien, c'est-à-dire votre individu arménien. Est-ce que cela vous a aidé parfois ou cela vous a dérangé? Alors, dans toutes mes affaires, j'ai toujours revendiqué d'être français d'origine arménienne et d'avoir une double culture. Et comme le dit Saint-Exupéry, si tu diffères de moi, loin de me léser, tu m'enrichis. Double culture, double richesse. Ես բոլոր իմ գործերում ասել եմ, որ ես ֆրանսիացի եմ հայ ծագումով ու որ ունեմ երկու մշակույթ իմ մեջ։ Ինչպես ասում է Էքզյուպերին, եթե ունես կրկնակի մշակույթ, ունես կրկնակի հարստություն։ Շնորհակալություն։ Պարոն Բոյաջյան, գիտենք, որ այսօր դուք հանդիսանում եք Cap Invest ընկերության հիմնադիրը։ Մի փոքր կուզենամ խոսենք ընկերության գործունեության մասին, ինչպես դուք նշեցիք, անշարժ գույք, ներդրումներ, գույքի վաճառք, որքան աշխատակից ունեք, արդյոք այդ աշխատակիցների մեջ կան հայեր եւ որ տարածքներում է ծավալվում ձեր գործունեությունը, Ֆրանսիայի որ քաղաքներում։ Donc, je voudrais plutôt parler de votre entreprise. Vous avez dit que vous êtes fondateur du Cap Invest et donc on pourrait un peu discuter de combien de personnes travaillent là-bas et est-ce qu'il y a parmi eux des Arméniens où vous êtes basé en France? La structure de Cap Invest, c'est une holding qui a des filiales avec des spécificités dans chaque filiale et avec des SCI patrimoniales où on est propriétaire de bâtiments. Le staff de Cap Invest, c'est Nahaka, c'est moi. Directeur général, c'est mon frère Patrick Boyadjan. Directeur commercial, c'est ma fille Melissa Boyadjan. Et directeur financier, c'est mon fils Grégory Boyadjan. Après, il y a des salariés, mais le staff, c'est la famille. Cap Invest-ը հանցան մեկ առույց,
հոլդինգ, որը ունի նաև ճյուղեր ու ամեն ճյուղը անում է տարբեր աշխատանք։ Ես, ինչպես ասացի, նախագահն եմ, գլխավոր տնօրենը հանդիսանում է եղբայրս Պատրիկ Բոյաջյանը, վաճառքի տնօրենը հանդիսանում է աղջիկս Մելիսան եւ ֆինանսական տնօրենը հանդիսանում է Գրեգորի Բոյաջյանը, տղաս։ Ուրիշ գործավոր գա, բայց դիրեկտորները մեր ընտանիքն են։ Դուք այսօր հանդիսանում եք շատ բարձր վստահություն ունեցող մեծ ընկերության հոլդինգի ղեկավար, ինչպես եք հասել այդ վստահությանը եւ կյանքում ինչն է ձեզ հաջողություն բերել, համառությունը, նպատակասլացությունը, ռիսկի գնալու կարողությունը։ Donc, vous représentez aujourd'hui une structure de beaucoup de confiance. Et comment vous avez pu aboutir à cette confiance? C'était votre détermination, votre puissance de prendre des risques? Quand à 30 ans, je n'ai pas écouté mon père qui ne voulait pas que je monte la société, je n'ai pas écouté ma femme qui ne voulait pas que je monte la société, j'avais un pari vis-à-vis de moi-même. Et c'était une époque où j'étais engagé dans la communauté arménienne, en responsabilité, avec des sociétés, 2 enfants, tu vois un peu le contexte à 30 ans, et il y a tout qui me tombait dessus. Et tout ça, au lieu de m'anéantir, ça m'a exalté. Tu comprends, exalté? Vas-y. 30 տարեկանում դե ինչպես ասեցի, չլսեցի կնոջս, չլսեցի հորս ու բացեցի ներդման կառույցը ու ես այդ ժամանակ ներգրավված էի շատ հայկական համայնքի գործունեության մեջ ու այդ ամենը ինձ ավելի ուժ տվեցին, որպեսզի ես կարողանամ գնալ այդ քայլին։ Այսինքն համառությունը, նպատակասլացությունը, ռիսկի գնալու et la capacité d'aller vers le risque. Quand on n'a rien à perdre. Երբ ոչինչ չունենք, ոչինչ չունենք կորցնելու։ Et moi j'avais rien. Ես այդ բան ոչինչ չունեմ։ Après, il faut du courage, il faut de la détermination. C'est bien quand on a les origines arméniennes, parce que dans nos gènes, il y a un peu de tout ça aussi. Et à la fin des fins, il faut un peu de chance aussi. Voilà. Պետք է քաջություն, պետք է նպատակասլացություն, շատ լավ է որ հայենք, որովհետև մեր գենի մեջ էլ մասնիկները կան ու վերջի պետք է մի քիչ նաև բախտավոր լինել։ Համաձայն եմ ձեզ հետ։ Քանի որ մեզ նաև երիտասարդ սերունդն է դիտելու, կուզենամ հենց ձեր հաջողությունը, բիզնես հաջողության գաղտնիքը դուք կիսեք մեր հետ, որպեսզի իրենք նույնպես թեկուզ ձեր մի խոսքից, հաջողության ձեր ճանապարհից, ինչ որ մի հետաքրքիր որոշումից կարողանան ոգեշնչվեն եւ անեն ավելին, հասնելու մեծ ու հեռանկարային հաջողությունների։ Donc puisque c'est aussi notre public aussi est composé par la jeune génération, je voudrais que vous partagiez avec nous un secret de votre succès ou quelque chose que vous pourriez partager avec la jeune génération, une décision intéressante qui pourrait leur influencer à aller plus loin, à leur inspirer pour... Ça me semble assez prétentieux de répondre à cette question. Je préfère dire une chose. Il faut se fixer des buts successifs et accessibles. Ceux qui sont en capacité de se fixer des buts successifs et accessibles, la voie du business leur est ouverte. Ceux qui savent tout, aucun intérêt. Ceux qui ne savent rien, aucun intérêt. Il faut travailler, se fixer des buts successifs et accessibles. Կարծում եմ շատ երևակայող կլինի, եթե այդպիսի խորհուրդներ տամ, բայց մի շատ կարևոր բան կա, պետք է կարողանալ ֆիքսել նպատակներ, որոնք հաջորդական են եւ հասանելի, որովհետեւ այդ կերպով, եթե մենք ոչինչ բան չգիտենք, ոչինչ չի լինի, բիզնեսի ճանապարհ, եթե գիտենք, բիզնեսի ճանապարհը արդեն կբացվի, պետք է հաջորդական եւ հասանելի նպատակներ մեր առջեւ դնենք։ Շնորհակալություն, պարոն Բոյաջյան, կուզենամ խոսենք նաև ձեր հասարակական գործունեության մասին, որը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, եւ հոգեվոր ու մշակութային արժեքների մասին։ Գիտեմ, որ ձեր կյանքում շատ կարևոր տեղ ունի հոգեվոր արժեքները, եւ դուք հանդիսանում եք մի շարք եկեղեցիների, նաև բարերարը եւ նախագահը, ինչպես նաև կրթական հաստատությունների
Ուզում եմ խոսենք նաև այս մասին։ Donc, je voudrais bien parler de votre parcours dans les chemins sociaux aussi, ce que vous faites et votre lien envers le spiritueux et le culturel. Donc, je voudrais bien qu'on puisse parler de votre lien avec ce que vous faites pour les églises, pour les structures d'éducation aussi. Pour parler de ma progression professionnelle, c'est pas très compliqué. Pour parler de ma progression spirituelle, c'est un peu plus compliqué parce que c'est intime et c'est personnel. Ce que je peux dire, c'est que je suis vice-président de l'église Soupe Calabet à Marseille, que je crois en Dieu et que ça m'apporte beaucoup de satisfaction. Ah, vas-y, après je réponds à la deuxième partie, les écoles et les églises. Traduis ça d'abord. Ավելի հեշտ է ինձ համար խոսել իմ պրոֆեսիոնալ առաջխաղացման մասին, քան իմ հոգևոր առաջխաղացման, որովհետև դա ավելի ինձնական հարց է։ Ու այո, ես հավատում եմ Աստծուն, ես հանդիսանում եմ փոխնախագահ Մարսելի Սուրբ Կարապետ եկեղեցու համար ու խոսեմ նաև դպրոցների մասին։ Pendant 36 ans, j'ai construit des centaines de milliers de mètres carrés de bâtiments commerciaux. Et j'ai interdit à toutes les sociétés qui travaillent avec moi de mettre du turc. Interdit. Et j'ai pas le droit, hein, mais je l'ai fait. Ça, c'est pour poser les choses. 36 տարվա ընթացքում ես 100,000 քառակուսի մակերեսով տարածքներ եմ վաճառել անշարժ գույքի գործակալություններին ու բոլոր այդ ընկերություններին ես իրավունք չունեմ, բայց արգելել եմ, որպեսզի այդտեղ թուրքական ինչ-որ ընկերություններ աշխատեն։ Կրթական ոլորտում ձեր ունեցած մեծ Dans ներդրումների le մասին։ domaine d'éducation des écoles, ce que vous avez fait. Ma grand-mère, et je ne sais pas d'où elle a eu cette information, Seda, mais elle a touché le cœur. C'est la femme de ma vie, ma grand-mère, celle qui m'a éduqué, qui m'a donné la force. Ma grand-mère, à 85 ans, elle montait, il y a une centaine d'escaliers pour aller à l'église, tu sais. Et alors, elle n'arrivait pas bien à marcher, hein. Mais elle partait le matin et à midi, elle arrivait à l'église. Et avant de mourir, ma grand-mère, elle m'a dit « Dras, asiegesin, chibidi pagen ». Et quand on est arrivé au moment où il devait la fermer, l'église, parce qu'il n'y avait plus personne, j'ai pris une équipe avec moi et on a relancé, on a invité les gens, on leur a payé des trucs et tout pour que l'église continue à vivre, parce que sinon ma grand-mère, elle va m'engueuler. Չգիտեմ որտեղից եք իմացել, որ տատիկս իմ համար ամենա սրտիս մոտ թեմաներից է, դուք իրոք դիպչել եք այդ թեմային։ Տատիկս երբ 85 տարեկան էր, արդեն դժվար էր քայլում, ինքը ամեն օր առավոտյան դուրս էր գալիս 100-ավոր աստիճաններ բարձրանում էր, որ հասներ եկեղեցի ու ցերեկը նոր վերադառնում էր եկեղեցուց ու մի անգամ ինձ ասեց, տղաս, այս եկեղեցին չպետք է փակեն, ու երբ որ էլ մարդ չէր գնում այդ եկեղեցին, Դրաս! Երբ այդ եկեղեցին ոչ մեկ չէր գնում, ես մի խումբ հավաքեցի ու գնացինք այդ եկեղեցում այնպես անելու, որ չփակվի, որովհետև գիտեի, եթե փակվեր տատիկս ինձ որ ջղանանալու էր վրաս։ Et donc par extension, à partir de ça, il y a des églises qui ont eu des difficultés financières à Marseille, à Nice, ailleurs. Et j'ai toujours été très très attentif aux besoins qu'avaient les églises et j'ai essayé de les aider pour qu'elles continuent à vivre. Այդ եկեղեցուց բացի իհարկե կան եկեղեցիներ Նիսում, Մարսելում, որոնք դժվարություններ են ունենում ֆինանսապես ու միշտ ուշադրություն եմ դարձրել բոլոր այդ եկեղեցիներին, որոնք իրենց գործունեության համար դժվարություններ են ունենում։ Et j'ai une anecdote. À Nice, il y a la fondation Barsamian. C'est une église, une école avec 100 élèves et une salle de fête d'apparat, de luxe. Ils ont eu des problèmes. Je les ai aidés. Ils m'ont demandé qu'est-ce que je voulais et j'ai dit je veux le cadre de ma grand-mère dans la salle de luxe. Tu sais, elle, pauvre femme de ménage qui était dans la merde, eh bien dans la salle de luxe de Nice, il y a ma grand-mère.
Ու մի անեկդոտ պետք է պատմեմ, Բարսամյան ընկերությունը, որը ֆինանսավորման կարիք ուներ, ես իրենց ֆինանսավորեցի, իրենք ունեին դպրոց, եկեղեցի ու նաև լյուքս սրահ, ու իրենք երբ հարցրեցին ինչ կցանկանաք անենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք ձեզ, ասեցի տատիկիս նկարը կցանկանամ դրվի այդ լյուքս սրահում, ու հետաքրքիր մասը, որ տատիկս, որ աղքատության մեջ ապրող մի կին էր, այդ լյուքս սրահում միսում մեծ իր նկարը դրված։ Ես գիտեմ, որ եկեղեցիներում նույնպես դրված է ձեր տատիկի նկարը։ Ինչպես գիտես ասակ բաները, բե։ Չէ, նկարը գիտի, կանոնը գիտի։ Հարցազրույցի գալուց առաջ ես փորձել եմ հնարավորինս խորությամբ ուսումնասիրել ձեր պատմությունը, պարոն Բոյաջյան, եւ այսօր իսկապես ինձ համար մեծ պատիվ է ձեզ հետ վարել այս գեղեցիկ հարցազրույցը, որը մեզ համար շատ ուսուցողական է, շատ ճանաչողական է ու շատ իսկապես մեծ հարգանքի արժանի։ Ես շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, նաև գիտեմ, որ սա առաջին հարցազրույցն է, որը որ դուք համաձայնել եք տալ եւ շատ մեծ պատասխանատվությամբ, ես սիրով շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզ այդ մեծ վստահության համար։ Donc avant de venir ici pour cette interview, j'ai fait une recherche très profonde sur votre vie et professionnelle, et donc c'est vraiment pour moi un grand honneur de mener cette interview avec vous, parce que je sais que d'ailleurs vous ne faites pas d'interview normalement et de reportage. Donc c'est vraiment très informatif pour nous, c'est très éduquant et c'est une grande responsabilité pour moi de pouvoir vous interviewer aujourd'hui. Ձեր տատիկը Տիկին Աղավնին ինչքան կարևոր դեր է ունեցել ձեր կյանքում եւ ինքը եղել է ձեր կյանքի իդեալը եւ իր խորհուրդները եւ իր դաստիարակությունը ուղեկցել է ձեզ ամբողջ կյանքում։ Մի քիչ զգայական, բայց ուզում եմ հարցնել, արդյոք խոսում եք տատիկի հետ, ինչ է ինքը ձեզ փոխանցում ու վստահ եմ նաև զգում եք իր ժպիտը եւ իր օրհնությունը ամեն ձեր գործերի մեջ։ Donc je sais que Tikine Aravni, elle est votre idéal, donc son éducation, ses conseils sont très très importants pour votre vie. Et est-ce que, oui c'est sentimental un peu, mais je veux vous demander, est-ce que vous parlez parfois à elle, est-ce qu'elle transmet parfois quelque chose à vous, est-ce que vous voyez parfois son sourire et voilà. Je ne vais pas répondre, je vais réouvrir, voilà, si tu as compris ça. Si tu as compris ça, il n'y a pas besoin que je te réponde. Դուք շատ նման եք ձեր տատիկին։ Ես չեմ պատասխանելու, ուղղակի բացելու եմ սա, եթե հասկացար, դա է կարևորը։ Այո, ես հասկացել եմ, շատ խոր է։ Ուրիշ, ես քեզ ասի 3 եկեղեցիները եւ դպրոցները։ Այո, ազգային ինքնության ամենակարևոր երկու օջախները։ Ինչու՞։ Եկեղեցիները մեր պատմությունն է։ Այո։ Մենք քրիստոնյա ենք 301 մինչև հիմա, բայց եկեղեցին 3 եկեղեցիները գա, վաղ եկեղեցիները պիտի մնան։ Այո։ Երեխաները ուրիշ բան են։ Երեխաները ասնիս այրուր երեխան կան, այրուր։ Շատերը աղքատ են, հայաստանցիները գա, մեգերը, մյուսերը շատ փող չունին, մեղք են, կան լեզուն չունին, գործ չունին, դժվար է։ Ես գնայեմ այս երեխաները, կսեմ ինչու դպրոց չպիտի երթարան, ինչու գենտանի են ինչ են։ Ես կմտամ երթար բարգիլ գիշերը ասանք անկիստ, այս երեխաները նայ, ինչ կսես, չո՞։ Մեզի համար երեխաները վաղ են, միսորը, ասոնք են, ասոնք։ Չի, չես կնար պանչուներ, չես կնար, je peux pas. Bon, dis-lui qu'elle a fait un bon travail, elle a fait un bon travail de recherche. Շատ լավ հետազոտական աշխատանք եք արել։ Հիմա ուզում եմ խոսենք ձեր ընտանիքի մասին։ Գիտեմ, որ ունեք հրաշք 3 զավակ եւ նաեւ 4 թոռներ։
Խոսենք ձեր ընտանիքի, ձեր զավակների մասին, գիտեմ, որ իրենք նաև ներգրաված են ձեր բիզնես ընկերության մեջ, ձեր հոլդինգում։ Մենք տղա ունիմ 41 տարեկան է, Գրեգորի Գարբիս Բոյաջան, բաբաս Գարբիս էր, դողայիս Գարբիստի։ Անիգա ինձ բես promotion, construction and investment, միանուն բիզնես, միասին աշխատեցանք 10 տարի, որ դղաս ինձ գսե, բաբա, ամեն անգամ ինձ խոսին գսեն Ալենին դղա ես։ Ես ալ Գրեգորի եմ, ես դղաս։ Դու ինչ գնես։ Մինակ կորս դայր, մինակ ֆիրմա մոր է, Ալենին դղան չենսեր, ասան գրավ 5 տարի, ինձ մի ավելի շատ փող գշայի իմ դղաս։ Շուները գադու չեններ է։ Ձեր հայրիկը ձեզ թույլ չէր տալիս, որ դուք առանձին գործունեություն ծավալեք, իսկ դուք ձեր որդուն ուղարկել եք, որ ինքնուրույն ինքը իր բիզնես գործունեությունը սկսի։ Ասիկա դղաս է։ Դղաս գարկովեսավ Կորսիկա։ Գիտես ֆրանսիայի մեջ Կորսիկա ինչ է։ Անոր գինը պաստապան է։ Ֆրանսիայի Կորսիկա։ Երկու երեխան, մեկ աղջիկ 10 տարեկան միջելա, բրունը, դեսնասն է, ունի մստեղ։ Էմը մեկ դղա 4 տարեկան մախսու։ Ես կտեսնամ ki երբ որ դղա Ֆրանսիայի աղջիկ մգարնի, երեխաները Ֆրանսիայի գերտան։ Երբ որ աղջիկս Մելիսա Ֆրանսիայի դրա արավ, երեխաները հայ են։ Երեխաները մամային գերտան, գիտես, ես ասան գնայի որա։ Բայց սովորաբար հակառակն է, չէ՞, երբ որ հայրը հայ է։ Աղջիկս մեկ աղջիկ ունի Վիկտուար 8 տարեկան, մեկ դղա 3 տարեկան Մարգարիտան, աստղան ես եմ, ասան։ Անունը ինչ է։ Մարգարիտան։ Մարգարիտան Կարմոնա Բոյաջան։ Թփրոս գերտակ զարնեմ բյուսրուրացան չար։ Ամեն երկուշաբթի ես կերտամ գվերցնեմ բզիկ գնում եք մանկապարտեզ վերցնելու ձեր թորնիկին ու դա ձեր ամենակարևոր պարտականությունն է։ Ու դա գիտես ասան բաները բե։ Դուք միշտ ժամանակ եք գտնում ձեր թորներին, այն սերն ու ջերմությունը տալու, որը որ դուք ստացել եք տատիկից։ Ես ինչ կնեմ, երբ որ դարի տարսն է թորնիկս, կարնեմ, գեսորը միասին կճաշենք, ուրգուզեն է, մեկ է, ամեն անգամ։ Un par un gars, c'est leur anniversaire, je les amène à déjeuner. Et l'après-midi, ils achètent tous les cadeaux qu'ils veulent. Le soir. Le soir, on arrive à la maison, il y a 10 paquets, tu sais. Archik, que c'est, minerbe, lavchi, tout ça. Yes, archik, prendre cossé, yes, men's babaem, tout mama, yes, tout. Տոպրոս կնե ամեն բան, ինձ հետ ինչ կուզեն նգնեն, voilà։ Այո։ Իրենք ձեր հետ լրիվ լիարժեք ազատ են եւ դուք կատարում եք իրենց բոլոր ցանկությունները եւ հենց դա է ձեր երջանկությունը։ Մենակ մեկ բան։ Ինչ կուզեն նգնեն ինձ հետ։ Ինչ կարծեն այո գսեմ։ Մենակ մեկ բան ուշադրություն ունեմ։ Ոնու ասբզդիկ դա Մարգարիտան, մամային ասավ կնա Պերուդերիկ, մաման ասավ իմա չեմ գնա, վերջ կնեմ, ասան գրավ մամային, ասան վերսուսի, մեկը, կուրուխ աղջևը տրի, սի աղջիգիս չես սարներ է, վախսավ, ինչու կի մինչև իմա ինչ կուզեն է գսեմ, ասիգա, բաբատ, մամատ, սրպություն ենք, ասիգա, չուալա ժրիգորոպա, իրոք կատակ չեմ անում, բայց նաև շատ խիստ եք դաստիարակության հարցում, ձեր առաջին սիրո մասին և այն սիրո, որ դուք երբեք չեք մոռանում։ Երեք աղջիկ կյանքիս մեջ սիրարվեց սա։ Հայ բոլորը, պարոն Բոյաջան։ Այ այրուրդոգոս, այ 75 դոգոս, այ ռուրդոգոս։ Մինակ այրունեդ երեխան գնեմ, ֆրանսիացին ուրունեդ ռեստորան գնեմ, երեխան չեմ մներ։ 14 տարեկան եմ, Ժաֆ, Jeunesse Arménienne de France։ Դողագա աղջիկ գա, ասմանժանը գտեսնամ սիրարված եմ։ 14 տարեկանում։ Սիրարված չեն գները 14 տարեկան է, ասակ անչափահաս։ Ամոշկոտ, գիտես, չես գիտեր գնայից, բայց չես գնա խոսիր։ Չես կարող ասել ես քեզ սիրում եմ։ Ոչ, չես գնա։ 15 տարեկան, 16 տարեկան ամփուրեսի, 17 տարեկան on a խոսքա,
Այո։ Լես ինչ խոսք։ Այո։ 19 տարեկան նշանված, 20 տարեկան գարկված, 23 տարեկան 1 երեխան, 24 տարեկան 2 երեխան։ 20 տարի գեցա անոր հետ, մեր չպաշնվեցանք։ Նոր գիմարի Զեղայան Էլոջի, Գեսայ, անոր հետ 10 տարի գեցա, անոր հետ ունեցա Անուշ, աղջիկս, 19 տարեկան է։ Անուշ գկրե, գարտա, Խոսի հայերդ։ Գիտես ինչ կսե Անուշ ինձի, պապա սիրեմ քեզ, ես Ալվում եք։ Ինչով է Անուշը զբաղվում, որտեղ է ապրում, Ֆրանսիայում։ Մարսելիա։ Մարսել։ Ապոս մեր երեխաները Մարսելիա են, Այո։ չեմ տորղեր კი երտան Փարիզ ու Իսկ եթե ուզեն գան Հայաստան։ Այո, ինչ է կան։ Անուշը ինչով է զբաղվում։ Anouche m'a 19 տարեկան է, elle passe le bac pour faire du médical, infirmière elle veut faire. Ավագ դպրոցի վերջին տարին է անցնում, որպեսզի բժշկության մեջ շարունակի կրթությունը բուժքույրության մեջ։ Ձեր կյանքի ամենամեծ սերը, որ երբեք չեք մոռանա։ L'amour le plus grand de votre vie que jamais vous n'allez oublier. C'est ma grand-mère. Տատիկս։ Դադիկս։ Դադիկս գմնա։ Մյուսերը կան երտան, դա գնիգիս նգարչունի ըստեղ։ Դադիկիս։ Ինչ գիտեմ նե անիգացորվես ինձի։ Ես ուժը, գիտես դժվար է, 30 տարեկան բիզնեսի մեջ գերտաս պամանաչես գիտեր, ընկեր չունիս, փող չունիս, բան չունիս։ Դժվար է։ Քեզի ասան գնային արուստերը գիտես, ասան գնային քեզի, վարզես ki անչափ ասան գնային ինձի, անչափ ուժս կուկա գիտես։ Պարոն Բոյաջյան, սկզբունքներ, որոնց երբեք չեք դավաճանի։ Quels sont les principaux que jamais vous ne trahirez? C'est quoi les principaux? Famille, Ընտանիք, amis, ընկերներ, affaires, գործ, philosophie. փիլիսոփայություն։ Կարող ենք ասել, որ դուք երջանիկ եք եւ այսօր ինչ նպատակներ ու ձգտումներ ունեք։ Quels sont vos buts aujourd'hui? Est-ce qu'on a le droit de dire que vous êtes heureux? Et c'est quoi vos buts? Alors, d'abord, je suis heureux Այո, երջանիկ parce եմ, que ma famille est heureuse. որովհետև ընտանիքս է երջանիկ։ Ensuite, j'ai toujours des projets dans la tête. Ու հետո միշտ էլ գլխիս մեջ ունեմ ծրագրեր։ Et enfin, je voudrais finir ma vie avec une Arménienne, puisque je suis vieux maintenant, j'ai 66 ans. Ce sera la dernière femme, parce que j'ai divorcé 2 fois. Վերջի վերջո ցանկանում եմ ասել, որ ուզում եմ վերջացնել կյանքս հայի հետ, որովհետև արդեն ծեր եմ 70 ans. 66. Ok, d'accord. 66 տարեկան։ Ay աղջիկ մի դիվերսնեմ, մի դիգարկվիմ ու վերջ. Je suis heureux. Ինձ օրհին երջանիկ։ Je suis chanceux, je suis Շատ chanceux. բախտավոր եմ։ J'ai connu de très très belles choses dans ma vie et je continuerai à m'occuper des enfants arméniens pour qu'ils aient une école. Ça c'est nécessaire. Et je continuerai à travailler pour que l'église ne ferme pas. Voilà. Ու շատ սիրուն բաներ եմ ապրել իմ կյանքում ու կշարունակեմ պայքարել, որպեսզի երեխաները միշտ ունենան կրթություն ու որ եկեղեցին չփակվի։ Et je continuerai à soutenir les projets culturels et artistiques quand ils sont de bonne qualité. Ու կշարունակեմ օժանդակել արտիստիկ եւ մշակութային ծրագրերի, որոնք լավ որակի են։ Պարոն Բոյաջյան, եթե կյանքը եւս մեկ անգամ հնարավորություն լիներ ապրել, կապրեք նույնությամբ թե ինչ որ բաներ կփոխեք։ Si on avait l'opportunité de revivre sa vie, est-ce qu'il y aurait des choses que vous auriez changées? Si oui, quelles choses? Si je pouvais changer les choses, Revivre la vie. si je pouvais changer les choses et revivre la vie, je ferais en sorte que les Turcs reconnaissent le génocide. Ça, j'ai pas pu, ça. J'ai fait plein de trucs dans ma vie, mais ça, j'ai pas pu. Եթե կարողանայի կյանքս նորից ապրել ու որոշ բաներ փոխել,
ինչ որ բան կանեի, որպեսզի թուրքերը ճանաչեին ցեղասպանությունը, որովհետև այդ մի բանը չեմ արել կյանքումս, լիքը բան կարողացել եմ անել, բայց այդ հատուկ բանը չեմ արել։ Ես գիտեմ, որ դուք շատ ներդաշնակ եք, դուք ինքներդ ձեր հետ, հա, այսօր ինչի մասին եք երազում։ Je sais que vous êtes un homme harmonieux avec vous-même. C'est quoi votre rêve aujourd'hui? De quoi vous rêvez aujourd'hui? J'ai un rêve. Mon rêve, c'est que notre Arménie, elle soit en mesure de se défendre contre tous ces musulmans de merde et qu'elle reste un pays. C'est ça mon rêve. Մի երազանք ունեմ, որ մեր Հայաստանը կարողանա պաշտպանվել ու կարողանա մնալ երկիր։ Այդ է իմ երազանքը։ Նախորդ օրը շատ կասմունքային զրույց ունեցանք Անի Վերնոյի ֆիլմի մեջ, որտեղ խփվում է կնիքը անհայրենիք, մենք ամբողջ աշխարհին պիտի ցույց տանք այն մարդկանց, ովքեր շնացնում են, հզորացնում են այդ հայրենիքը եւ միշտ բարձր են պահում հայրենիքի անունը։ Եվ Հայաստանը կա լինելու է հենց այն մարդկանցով, ովքեր որ կերտում են հայրենիքի վաղվա ամեն օրը կրթությամբ, մշակույթով, ազգային արժեքներով ու ճակատագրով։ Donc, comme le dernier jour on parlait du film d'Henri Verneuil-Meyrick, la scène où ils reçoivent dans leur passeport le apatride. C'est quoi notre but? C'est de montrer au monde que nous avons une patrie et la patrie est pleine de gens qui essaient de le construire, qui essaient de le faire fleurir et c'est avec la culture, les valeurs nationales et la fatalité qu'on doit garder notre patrie et faire fleurir. Je voudrais dire quelque chose à ce sujet. Je lis la presse dans le Spulk, les Français ou les Américains, etc. Et j'étais sponsor aussi des nouvelles d'Arménie et de journaux mensuels. Et ils critiquent le président Pachinian du matin au soir. Ils le démontent. Moi, je dis que les Arméniens du Spulk, ils ne s'occupent pas de la politique intérieure de l'Arménie. Et s'ils s'en occupent, ils n'ont qu'à venir habiter ici. Ես հետևում եմ Սփյուռքի լրատվությանը ու նույնիսկ օժանդակել եմ սպոնսոր եմ հանդիսացել Nouvelles d'Arménie ամսագրին ու շատ այլ ամսագրերի, որոնք Սփյուռքի ցեն դուրս հրատարակվում Հայաստանի մասին ու այնտեղ կարդում եմ, որ շատ հաճախ Սփյուռքը քննադատում է Հայաստանի վարչապետին, իշխանություններին ու ինչ է կարծիքս այս առումով, որ Սփյուռքը իրավունք չունի Հայաստանում իրականացող քաղաքականությանը քննադատելու։ Եթե քննադատում են, թող գան այստեղ ապրեն։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ ու մեծ երախտագիտություն այս հնարավորության համար ու հենց որ ինձ է ընձեռնվել հնարավորություն անցկացնելու ձեր հետ հարցազրույց, դա ինձ համար շատ մեծ պատիվ է, պարոն Բոյաջյան։ Donc c'est avec grande reconnaissance que je parle à vous aujourd'hui. Vraiment, c'était un grand honneur, grande responsabilité pour moi de mener cette interview. Ես ձեզ շատ մեծ ուժ, երկար տարիների կյանք ու սեր եմ մաղթում, այն սերը, որ կա ձեր մեջ, առ հայրենիք եւ հայ ժողովուրդ, թող միշտ շատ լինի ու այն բարությունը, որ դուք տարածում եք ձեր շուրջը, թող բազմապատկված վերադառնա ձեզ։ Donc je vous souhaite beaucoup de puissance, beaucoup de rouge et beaucoup d'amour, beaucoup l'amour que vous avez envers votre patrie, envers les Arméniens et votre gentillesse que vous avez en vous soit multipliée et retransportée envers vous. Ուզում եմ շատ հայեր ոգեշնչվեն մեր հարցազրույցից եւ այն մարդիկ, ովքեր որ ունեն հնարավորություն, բայց չեն օգտագործում դրանք ի նպաստ հայրենիքի եւ հայ ժողովրդի դիտելով մեր հարցազրույցը կարողանան այսուհետ օգտակար լինեն եւ ձեռք մեկնեն թեկուզ Սփյուռքից իրենց հայրենիքին ու հայ ժողովրդին զարգացնելով ու հզորացնելով մեր պետությունը, որը կա ու լինելու է։ Donc je veux que l'entrevue qu'on a fait aujourd'hui inspire beaucoup de monde et surtout les gens qui ont la possibilité de soutenir mais qui ne le font pas. Je veux que cette discussion qu'on a eue avec vous aujourd'hui inspire ces gens de donner leur main, de soutenir la patrie pour faire développer.
Je vais dire quelque chose à ce sujet. Au sujet des gens qui ont de l'argent, d'origine arménienne bien sûr, et qui n'aident pas les églises, les écoles et les associations. Je voudrais leur dire que plus j'ai donné de l'argent aux écoles, aux églises et aux associations, plus j'ai gagné de l'argent. Parce qu'Asfaz Vgaï. Ուզում եմ ասել, այս թեմայով շատ կարևոր է այն մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն, ունեն գումար օգնելու եկեղեցուն եւ դպրոցներին, բայց չեն անում։ Ինչքան գումար ես ներդրել եմ, տվել եմ եկեղեցիներին եւ դպրոցներին, այնքան գումար ես վաստակել եմ, աշխատել եմ ավելին, որովհետեւ Աստված վկա է։ Թող Աստված միշտ օրհնի ձեզ բոլորիս, հայ ժողովրդին ու Հայաստան աշխարհը։ Ամեն։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։